Բարի լույս սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք, ես նույնպես լավ եմ, տղաներն աշխատում են, սուրճ հյուրասիրեցի, դե երաժշտություն են միացնում, արդեն քանի օր է, որ մոտիկ տարածքում են աշխատում, երաժշտության ձայնը գալիս է և շար անձնավոր են լսում, հետո արդեն փոխվում է ռեփի, հիմա մեր պատշգամբում բան էին արել, թեյեր մնացել, բացեցի, որ զգուշացնեմ, դե իրանք էլ մեկը ֆրանսիացի էլ մեկը չէ, խոսել էլ չգիտի, վերջը անմիջապես ասում է, երաժշտությունը խոչի խանգարում, դե խոչի ասի խանգարում, բայց ասի չէ, հատկապես որ շարլ եք լսում, բացարձակ չի խանգարում, վերջը դե շոկ ասում եմ, շոկին ոնց եք, ես չեք գնացել Պերերիվանելու, ասում արդեն արել ենք, ասում եմ ջուր, բան, ինչ կուզեք, ասում չէ ջուր ունենք, սուրճ կուզեք, վերջը 2 հոգի սուրճ ուզեցի, նոր կանֆետով տվեցի, հիմա խմում են, շնորհակալ են ըլլում, փաստորեն արդեն պատերի 2 կողմը դեղին են ներկում, ասեց էդ ենք ներկում, վաղն էլ արդեն ներսի հատվածի սպիտակները կներկեն, հույս ունենամ, որ սուրճից հետո լավ կներկեն, ես կատակ եմ անում, իմ ողորմածիկ ընկերուհի Գայանն էր ինձ սովորացրել, որ ասենք ծնողներին ու հարազատի մահացած օրը կամ ծննդյան օրերը հատկապես կարաս մեկին լավություն անել, մի բան տաս էլի, չգիտեմ դա ոնց է որոշվում, ու ինքը այդ սովորությունը իմ մեջ մտցրել է, հիմա այս օրերին 20-ին հորս ծննդյան օրն էր, 23-ին է մորս, այսօր ամսի 24-ն է և թող իրենց հիշատակի համար այդ սուրճը գնար, ինչ է գնում, որ կոնֆետ մի խոսքով, մի անգամ էլ հյուրասիրեցի, հրաժարվեցին, հիմա սրանք ուրիշ խումբ են երևի։ Ժողովուրդ ջան, հիմա եկել եմ ձեզ ասեմ լիքը նոր բաներ։ Սկսեմ նրանից, որ այսօրվանից դեկտեմբերի 24-ից սկսում են ամառային զեղչերը, բոլոր խանութները մասնակցելու են այդ զեղչերին, տևելու է մինչև հուլիսի 21-ը ներառյալ։ Արդեն էկոնոմիկայի նախարարը Ֆրանսիայի հայտարարեց այդ մասին։ Ձայներն է գալիս, ոչինչ, բոլոր սեզոնների հագուստներ, ամեն ինչ կգտնվի խանութներում, ինչպես նաև եթե բանստակցում են բոլոր տեսակի ոճի խանութները, ուրեմն ձեզ ինչ պետք է կարող եք գտնել այս շրջանում, իսկ ովքեր որ չգիտեն այս մասին, հիշեցնեմ իմ Ֆրանսիայից դուրս հետևորդներին, որ Ֆրանսիայում տարեկան 2 անգամ մեծ զեղչերի շրջան է հայտարարվում, որը տևում է 4 շաբաթ, ձմռանը և ամռանը, իսկ ընթացիկ արդեն կարող են քիչ զեղչեր լինել, 20%, 30, ոնց որ մի քանի օր առաջ ես օգտվում էի այդ խանութների զեղչերից, հիմա արդեն բոլորի համար է, իհարկե կգնամ հենց այս շրջանին էի սպասում, որ տեսնեմ ինչ գնումներ եմ անելու, հատկապես որ Հայաստան եմ գնալու այնտեղի համար թեթև բաներ ունենամ։ Էս էլ է ժողովուրդ ջան, հիմա ինչ եմ ուզում ասել բացի սրանից, որ պետք է շատ զգույշ լինել այն մարդիկ, ովքեր RSA են ստանում կամ Խիմդ Ակտիվիտե և Վինտեդով կամ Լբոնկուանով կամ ուրիշ սայթերով առևտուր են անում։ Կաֆը կարող է ստուգել և իրականում սկսվել են մեծ ստուգումներ հիմա, ստուգում են ձեր բանկային հաշիվները, չնայած եթե փող են փոխանցել դրա հետ իրանք գործ չունեն, դա նվեր է, դա ուրիշ է, եկամուտ չի համարում, բայց հենց Վինտեդինը եկամուտ համարում են, այսինքն դուք երբ հաշվետվություն եք ներկայացնելու կաֆին, պիտի նշեք ձեր եկամուտները, իսկ մինչև 3000 եվրո տարեկան գնումների դեպքում ամպոց չեք մուծում, հարկ չեք մուծում, սրանք տարբեր կազմակերպություններ են, տարբեր սկզբունքներով, ուրեմն 3000-ից ավել են ամպով մուծում, մինչև 3000 ոչ, բայց նույնիսկ եթե տարեկան 500 եվրո էլ առևտուր ես անում, կամ ամիսը ոնց եք լրացնում 3 ամիսը 1, այդ դեպքում հենց ամսվանները պիտի նշեք, որ դուք այդ եկամուտը ունեցել եք, այսպիսի բաներ, իսկ եթե չեք նշում, ստուգում են, բնականաբար նրանք հետ են պահում իրենց տված գումարները, այս էլ էս մասին ժողովուրդ ջան, տեղյակ եղեք իմացեք և երեկ եփել եմ երեկոյան մի պահ հովեր, մեզ մոտ արդեն այսօր 37 է բարձրանալու, վաղը նույնպես ու արդեն կամաց կիջնի,
Դե ես փակել եմ բոլոր լուսամուտները, հուսամ, որ շոկ այդքան էլ չի լինի։ Ուրեմն այդ շոկից բացի արդեն որպեսզի շատ շոկ չլինի, ես արդեն երեկոյան ապուր էփեցի, վերջապես մակարոնով ապուր, որի մասին այսքան շատ խոսում էի մի քանի տեսանյութ առաջ։ Եվ այդ ապուրը արդեն ունեմ ու հանգիստ եմ։ Ճիշտն ասած չեմ գնալու խանութ, որովհետև շոկ է, այդպես եմ մտածում, բայց միգուցե դուրս էլ գամ, չգիտեմ ինչպիսի ջերմաստիճան կլինի, ակնոցներս պիտի գնայի այսօր վերցնեի, են էլ նամակ ուղարկեցին, որ ուրբաթ օրը կլինի ավելի լավ։ Շատերը իրենց հանդիպումները այսօր անուլ են արել, որպեսզի այս շոկին չգնան, պետական մակարդակով զգուշացնում են եւ արդեն մոտ 40 դեպք է եղել մահվան, հատկապես ջահելների մոտ, ովքեր փորձել են լողանալ կամ չեն դիմացել, զգուշացվում է պետական մակարդակով, եթե դուք վատ եք զգում, անմիջապես դիմել շտապօգնություն, կարմիր զոնայի գիծ է հայտարարված, այսինքն անմիջապես դուք կարող եք օգտվել բժշկական ծառայությունից, օգնությունից, դիմեք հիվանդանոցներ, ջուր ասում են շատ խմեք եւ հակառակը ինձ մոտ, երբ որ շոկել ունեմ, ես ջուր խմելու ցանկություն չեմ ունենում։ Պատկերացնում եք, չգիտեմ ինչի է ձև, բայց դե էլի կխմեմ, ոչինչ։ Հիմա խոսեմ ձեզ հետ, վերջացնեմ ու գնամ ջուր խմեմ։ Օրվա ամենահամեղ աղցանը անձիվով, ընկույզով եւ խնձորով աղցանն է, որ գիտեք, սա ես հաճախ եմ պատրաստում եւ տեղիներ այսօրվա շոկի հետ նման թարմ աղցան եւ արդեն շատ համեղ հավի կրծքամիս էի տապակել ու մոռացել եմ, որ ձեզ ցույց չէի տվել, սոված էի, նոր հիշեցի, ահա մի հատված այդ տապակայից։ Իմ սիրելիներս, էլի շատ շոկ է, դուրս եմ եկել, գնում եմ ակնոցներից հետևից, մեզ ստացա, չնայած շատ շոկ է, բայց այս հատվածում լավ էլ քամի է, ուղղակի շոկը արդեն բան է հանում, բայց հələ որ սովորական է ինձ համար, ես դիմանում եմ էլի, միգուցե երկար ժամանակ արևի տակ քայլես չդիմանաս, բայց որ քամին հետն է, լավ է, պանիկայի մեջ են ավելի շատ ժողովուրդը, քան իրականում կա, չնայած մարդիկ կան, որ չեն դիմանում, չես կարող մեղադրել։ Ես այսպես գնամ, հատ փոքրիկ բան ունեի, վինտեջ ուզել էին, տարակցեցի, հիմա գնամ ակնոցներս տեսնեմ, վերցնեմ, փորձեմ, կստացվի, չի ստացվի, որովհետև քանի անգամ փորձել եմ այդ պրոգրեսիվը չի ստացվել, գլուխս պտտվել է, կիսատ եմ թողել, հիմա այս անգամ փորձեմ, շատերը, որ փորձել են ու արդեն դնում են, գոհ են շատ, մի խոսքով, ինք քաղաքում եմ, քաղաքում քիչ մարդ կասեմ ձեզ, զեղչերը սկսված են, մտատամաղից լավ էր ես անցած անգամ այդ կոշիկները առա, չկար դրած, չնայած այնտեղ զեղչերը ուզում է մեծ շրջաննալի զեղչերը ուզում է քիչ, միշտ էլ ամենաշատը մինչև 40% է լինում, արդեն հասա, արի քամի ջան, վերցրեցի ժողովուրդ ջան, դնելուց հետո գլուխս չպտտվեց, չնայած հիմա ինք ռազմադիր, այդ տեսնելը հեռուն լավ է, կարդալն էր մի քիչ դժվար, պիտի սենց հատուկ աչքերդ, ոնց որ գլուխդ չշարժելով, պիտի ասեց սովորես, 2 շաբաթ օգտագործի, եթե չստացվի, մեր նորից հետ մենակ կարդալու տանք, այսքան բան ժողովուրդ ջան, հեռվում խանութի աշխատողները մաքրում են ու շլանգով իրար ջրում են, հələ նայեք։ Ձեզ լավ մոտիվացիա եմ տալիս, օրվա ուտեստը հեշտ պատրաստած, ոլոր ձվածեղով եւ տավարի լյարդը շատ համեղ տարբերակով տապակած։ Բարի լույս ժողովուրդ ջան, ոնց եք, լավ եք, հենց նոր դուրս եմ ընդունել, դուրս եմ եկել, հələ շոկ է, մազայս է դեռ չեմ չորացրել, երևի չչորացնեմ, ես ընթացքում արագ նախաճաշ պատրաստեմ վարսակի փաթիլներով, սև հապալաս ունեմ,
միասին որպես անտիօքսիդանտ շատ լավ օրգանիզմին։ Այս սեզոնին էլ մատչելի, անցած անգամ գնացել էի նորաբաց խանութ կա քաղաքի կենտրոնում, մոտիկ էլ այդ հատվածում Ալցի, կյանքում չի եղել այդ խանութում, առաջին անգամ եմ գնացել ինքս, ուղղակի, այսպես հետազոտության, մի քանի կարևոր բաներ գնեցի, որից մեկն էլ հենց այդ հապալասն էր, այս պահի դրությամբ կիլոգրամը, որը հիմա կարող ասեք էժան, ինչքան էժան, այս պահի դրությամբ կիլոգրամը 13 եվրո է, որն էլ որ լավ է, միշտ 18-20, 5 եվրո սեզոնի կիլոյի մեջ էժան, լավ է։ Հիմա այս հապալասը ունեմ, վարսակի փաթիվները բիո ունեմ, հա, այդտեղից գնել էի նաև տուփերը թափեցի, շոկոլադ է, ընկերուս ասեց որ կա, հիշում եք Հայաստանից որ Սևունիից ստացել էի, նույն համի շոկոլադ է, ուրեմն մեջը խուրմայի մեջ նուշ ու շոկոլադա պատարած, այդպիսի համեղ ինչ-որ քաղցր բան է, դե լորամրկին էլ արդեն վաղուց ցույց եմ տվել, դրանք եմ օգտագործում ու կար գնել, ճիշտ ասած չգիտեմ, գնեցի ընկույս մաքրած էր լավն էր կորակը և պատրաստեցի իմ սիրած անձիվ աղցանը, դուք արդեն տեսանյութում տեսաք և արդեն առանձին մի երկու օր առաջ այդ խանութ չէ ուրիշ տեղից էլի գնել եմ դդմի սերմ էր ու բազմիցս ասել եմ որ նայեք որ գույնը մուգ լինի մոտիկից է ցույց կտամ գույնը մուգ լինի, որը օգտակար է շատ բաց գույնի դդմի սերմերը, դրանք վերամշակած չինական բաներն են։ Ուրեմն ինչու է այսպես ձգձգում ձեզ հետ միանալը, աղմուկը լսում եք, բայց արդեն հենց մեր տան դիմաց չէր։ Ուզում էի միանալ ձեզ խոսել, բայց չէր ստացվում։ Էս էլ է Ժոր ջան, հիմա արագ պատրաստեմ նախաճաշս ու միանամ ձեզ։ Այստեղ սարվատ եղավ, ուզում էի փոխել վերջացել, չեմ հասկանում ինչի վերցով եղավ։ Չէ ինչ-որ սարվատ ա եղել, գնում է որ պտի ամրանա, չէ, Սարքեցի, չէ, բայց ինչ-որ բան է ինչի։ Խոհանոցում ամենահարմար բանն է, սկզբում չէի օգտագործում, չէ, հայերից մեջ սովորություն կազմեն թղթով մի մաքրի սեղանը, փող չենք ունենա կապքատանանք, թղթով էս չի կարի անել, մենակ պատուհանները մեր թվերին, դե այս ձևի անձեռոցիկ թղթով չէ, եթե հիշում եք բանով, լրագրով վերջում պրպլացում են, ու ձեզ մի բան ասեմ հետաքրքիր, հիմա սա արդեն օգտագործել, չորացնում եմ, ուրեմն այստեղ գնացել է հենց սկզբի ժամանակներում կա ուրեմն գործակալություն, որ աշխատանքի հարցով է օգնում բոլորին, բայց երեխաներ ես նայում, բայց այդ տներում նաև գործ ես անում, ու քննությունը հարցեր է կապված է երեխաների հետ, ենթադրենք ինչ կանես, ինչ չես անի, և արդեն մաքրությունը տարբեր հարցեր, գարնանային, ասենք, մաքրություն, սեզոնը նոր է բացվել, կամ ես ինչով կմաքրես, չժանգոտվող բան, ճիշտ ասած բառեր կար, որ սկի չէի էլ հասկանում, որ ակեղսել եմ նորից սկզբի ժամանակներում բառեր, բայց դե խորհուրդ էի տվել ամեն մարդու դիմում էլ այդ կարգի չէին ընդունում, մեկը ասել էր գնացի ուրեմն լրացրել էի, հետո գնացի արդյունքներին, կտրվել էի ժողովուրդ ջան, կտրվել էի մաքրության քննությունից ու հիշում եմ, որ այնտեղ հարց կար, չգիտեմ ինչը որ մաքրեք, երևի այս խոհանոցի այդ բաներն էլ, ինոքսը, ինչով կմաքրեք, թղթով, թե չգիտեմ ինչ, ես զարմացացի, այս որ թիմն ա, որ թղթով ու սխալ էի գրել, հետո արդեն որ գնացի դպրոցի ճաշարանում աշխատելու բան, տեսա որ նմանատիպ թղթեր անընդհատ օգտագործվում է բոլոր տեղերում վերջնական ու ես հիմա
որ մաքրում եմ լվացանը, ամենավերջում միշտ սրանով փայլացնում եմ։ Նույն սեղը ամեն ինչ արդեն սրանով մաքրում եմ, ու ինչ որ նշաններ, որ ես Հայաստանում ունեցել եմ ու հավատացել եմ, այստեղ լավ աբսուրդ դուրս եկա։ Դանակ ընկնում եք, տան ընկնում է, պատարական ընկնում է, ով է գալիս, կապ չունի, մարդ չի գալիս, չնայած հազվադեպել ընկնում են։ Մի խոսքով սիրելիներս, այսպիսի բաներ, հիմա արդեն անձառոցիկով չորացնում եմ, մերքերը բանը լավ, ես անձառոցիկով եմ չորացնում, թե սրբիչներն էլի դրված են լինում, ինչքան ուզում փոշի կնստի էլի։ Չորացնեմ ու արդեն նախաճասը լցնեմ, դուք էլ տեսնեք, մոտիվացվեք, հաճախ պատրաստեք վարսակի փաթիլներ, որովայնի ճարպը մաշում է, եթե հաճախ եք ուտում, առանց աղի, ես աղ քիչ եմ իհարկե անում, եթե կարող եք առանց աղի, առանց ձեթի, առանց յուղի, դե ես առանց յուղի ու ձեթի, բայց մի փոքր միշտ աղ եմ ավելացնում։ Այսպես, ինչքան հնարավոր է, այս թունավոր դարում գոնե մի քիչ ճիշտ սնվենք, հերթականությունը ճիշտ անենք, այդ քաղցր ասվածը, Անահիտ, հատուկ քեզ եմ ասում, որ ասում ես, չէ, քաղցրից չեմ կարող հրաժարվել, քաղցր ասվածը մի կերեք, մի օգտագործեք, շաբաթը մի անգամ, մի կտոր թխվածք էր, եթե սիրում ես, այդ մի հատը ոչինչ չի անի, բայց ամեն օր թխվածք ուտել, ամեն օր շատ քաղցր բանել, ես ինքս իմ քաղցրը դա շոկոլադն է, օրինակ ես կոնֆետը մի հատ կերել եմ ու դուրս չեկավ, իրոք քաղցրություններ կամ ամեն օր չի, որ ես ուտում եմ իդեպ, ես ինքս զգում եմ, ու եթե ճիշտ ես սնվում, այլևս դու քաղցրի կարիք չես զգում, եթե դու անհագուրդ ինչ-որ ուզում ես քաղցր գտնել, ուրեմն ինչ-որ մի բան պակաս է, սննդակարգի մեջ սխալ ես օգտագործել ու այդ բաներն էլ արդեն ստիպում են, որ դրա պակասը լրացնես, գրիպարացնես դորից ուտելով, այրան մեջ պակասել է դա։ Մի խոսքով Ժորժ ջան, եթե հնարավոր է, եթե հիմա շատ է խոսվում այդ մասին, առողջության մասին, ինչի մենք էլ չպահպանենք ու առողջ ապրենք, ինչքան հնարավոր է առողջ ապրենք։ Թե լավ, շատ խոսեցի, նախաճաշս կհովանա, չնայած հով եմ ես ուտում, Ժորժ ջան, ու շատ չսարի էլի, խոսքս դրա մասին է, ինչքան հնարավոր է ուտելիքները հով, այդպես, տաք երբեք ոչինչ մի կերեք և սուրճը թեյը տակ-տակ այդպես մի խմեք, շատ վատ է կերակրափողի համար։ Բա, տեսեք գտնի սերմերի մուկ լինելը և մոտիկից է կույս տամ այսպես, կարող է գնել, ես էլ իմ նախաճաշը, շիլաս, հապալա, սով։ Ուզում եմ ձեզ ցույց տալ մեր տան օթորակիչ ասվածը, վինտիլյատորը պտտվում է, կարող է չպտտվել, սառը քամի է անում, լավ է, Կարենը շատ է շոքում, իր համար հիանալի տարբերակ է, շատերն են հարցնում, Ժորժ ջան, թե ինչի տներում վինտիլյատոր չկա կամ կլիմա չկա, օթորակիչ հայերեն չկա, որ ֆրանսիացիները չեն դիմանում շոքին, ինչու է այդպես, 40 մահ է գրանցվել, մի քիչ անհավանական է, բացատրեմ Ժորժ ջան, նախ Ֆրանսիան ինքը տարբեր գոտիներում է գտնվում և հիմնականում հարավի մարդիկ հնարավոր է ունեն տանը օթորակիչներ, շատերը ում անձնական բնակարանն է սեփական, հաստատ կունենան, եթե այդ տարածքներում եք ապրում, հիմա ինձ լսողներ կան, կարող եք արձագանքել, բայց այս հատվածը կոնկրետ մենք հյուսիսում ենք գտնվում և արդեն հյուսիս-արևմուտքի այդ կողմերը լրիվ հով ինչ-որ միտեղ ցրտոտ եղանակներ են, ու այստեղ այդ մի քանի օրվա անոմալ շոքը արդեն մարդկանց վրա շատ է ազդում ավելի, քան թեկուզ Հայաստանում։ Հիմա համեմատեք, Հայաստանը ինքը շոգ երկիր է, արդյոք բոլորի բնակարանում կա դրված։ Իհարկե ոչ։ Դրա համար պետք չէ այդպես ասել, բա Ֆրանսիան է ինչու չկա, չկա, որովհետև շոկ չի անում։ Իսկ նման բաներն էլ արդեն խանութներից տարել են, հերթեր են գոյացել, որովհետև անսպասելի է նման շոքը։ Մեզ մոտ ես ասում եմ 37 է,
Այդ էլի լավ է, բայց մյուս կողմերում հենց այդ Ֆրանսիայի քարտեզը, եթե հիմա դիմացից դուք նայեք, ենթադրենք մենք այստեղ ենք, այսպես ցույց տամ լավ, մի քիչ պատկերացում ունենանք։ Այս ենթադրենք Ֆրանսիայի քարտեզն է, մենք այստեղ ենք ապրում, այս հարավն է։ Հիմա հարավում այդքան շոկ չի էս պահին։ Ուրեմն այստեղ սկսած այս կեսով, այս կեսով, այսքան մասով, ձեռքիս ափիճապով, այստեղ ահավոր շոկեր են։ Անգամ շոկեր են Լիոնի կողքի այդ միջին հատվածում, Փարիզից ներքև, որը որ արդեն վատ է մարդկանց համար, ինչու առաջին հերթին այստեղ շատ խոնավ է։ Իսկ Հայաստանում այդ կարգի խոնավ չէ, ասենք, օրինակ Դիլիջանում, Կիրովականում պատկերացրեք 45 աստիճան անի։ Ինչ վիճակ կլինի, այդ խոնավությունից են մարդիկ վատանում, օդը խոնավ է եւ արդեն վատ է։ Եվ հետո էլ իրոք դա զարմանալու ասելու չի, թե ինչու չունեն, նաև ավելացնեմ ըստ ինձ, որովհետև օրինակ հիմա սա իմ բնակարանը չէ, ես վարձում եմ, ինչ իմաստ ունի, ես այդքան շատ թանկ վճարեմ, տեղադրեմ ու տարին 5 օր օգտվեմ, իմաստը դրա որն է, սա է խնդիրը էլի։ Ու սա պատմության մեջ առաջին շոկը չի, նման շոկ եղել է 1976 թվականին Ֆրանսիայում, ես եվրոպական մյուս երկրների մասին չգիտեմ, թե ոնց է եղել, բայց հետաքրքիր մի բան ասեմ, այդպես կատակում են, էլի, դե գիտեք ամեն ինչի ժամանակ կատակը կա, նույնիսկ դժբախտ դեպքերի։ 1976 թվին, որ հայտարարել են դե 35 աստիճան շոկ, դա սարսափելի ավելի եղել 30-ից 35 աստիճան, բայց ասում այդ մետեոյի աշխատակիցը ուրախ ժպիտով, գիտեք շատ հաճելի լուր եմ ասում, այս շաբաթ սպասվում են շատ հաճելի տաք օրեր, ու ջերմաստիճանը այդպես է ցույց տալիս, իսկ 26 թվականին ասում է մետեոյի աշխատակիցը այս ձևով է ցույց տալիս, ահա տեսեք այս շաբաթ սպասվում է, ահա որ շոկեր 30-ից 35 աստիճան ջերմաստիճանը պիտի բարձրանա, մարդիկ բոլորը պիտի մեռնեն։ Եվ այս պանիկան տարածվում է բոլորի վրա, Ժորժ ջան, իրականում այս հումորի մեջ նաև լուրջ մաս կա, ամբողջ օրը հեռուստատեսությամբ այդ մասին են խոսում, շոկ է, երեկ դուրս եկա, ակնոցներս վերցրեցի, այդ տղեն ինձ տեսություն ասում, վայ ձեզ որ լավ դիմանակ է շոկերի բան, չէ ինձ համար շոկ չի, ինձ համար շատ լավ է, շատ լավ եղանակ է, ասեն զարմացած ասում, հա, դուք սովոր եք երևի, ասի այո, սովորից բացի, ինչ, այդ կարգի սարսափելի չի, ջրում են իրանց, վրաները քայլում ես, թրջում են շորերները, գլուխները, երեսները, այդ ձև հատուկ պուլվիզատորներով կա, փչում են, լցնում են ջրեր, որ սենց փողոցում շատ էին տեսնում ես, հատկապես երեխաներին դպրոցներում, դուրս է գալի, ասպես ես չի ես այդ ձև թրջված, դասատուն է ասել էլի, մի խոսքով ավելի շատ այդ սարսափն է, հիմա ինչ եմ ուզում ասեմ, ակնոցի հետ կապված ասեմ, ակնոցները պիտի այսպես դնեմ, այսպես շատ լավ եմ, որ նայում եմ, պարզ է, լավ է, չնայած ես խնդիր չունեմ, նույնն է այդպես եմ տեսնում, բայց վատը նա է, որ կարդալու համար պիտի այս սենց իջացնեմ աչքերս, դունչս բարձր, թե ինչ որ դիրքը հարմարացնեմ, որ կարդամ, չգիտեմ, ինձ համար դժվար է, չնայած երեք փորձել եմ, ասեցի, չէ, երեք որ երկու շաբաթ ասում է փորձի չլինի, բեր փողենք, կփորձեմ այսօր վաղն էլ օրերին, եթե իրոք չստացվի, հաստատ կտանեմ կարդալու, որովհետև ես սովոր եմ, այսպես կարդամ, նորմալ նայեմ կամ սետ շարժումներ անեմ, իսկ այդ դեպքում պիտի սենց ինչ-որ ձևով անեմ, մի խոսքով, և նկատել եմ, որ շատեր ովքեր նման հեռախոս ունեն, այս սենց են նայում, սենց էլի, որը որ ինձ համար մի քիչ շատ անհարմար է և ընթեռնելի չի այդ հատվածը, ինչ եմ ուզում անել, քանի որ շոկեր են, չնայած ասեմ ծովափնյա շոկ է, սովորաբար մեր մոտ, եթե այս ջերմաստիճանը չէ, ես լվացքը փռում է անգամ դրսում, էլ չասեմ տանը ես դե հիմա արդեն հատակը լամինատ է, չեմ ուզում խոնավեցնել, խոնավ սրբիչներ էի կախում ամբողջ բնակարանում բան ես, որ հովանար, հով լիներ էլի, ու շատ արագ չորանում էր, հիմա, որ ավելի բարձր ջերմաստիճանը, չի չորանում այդքան շուտ, ոնց որ են ծովում
լողանում ես գալի շորը հետ փռում որ չորանա, չէ, անցնում է չի չորանում, այդպիսի եղանակ է, այդքան շատ է խոնավությունը։ Դե այս աշխատանքներն էլ խանգարում են բնականաբար, մի կողմից լավ, մի կողմից վատ։ Ամեն դեպքում, եթե շատ շոկ է, մենք սա ենք միացնում, արդեն ասեցի, բնակարանի պատուհանները հիմնական փակ են, ննջասենյակը լավ հաստվարագույր ունեմ փակել է, սառն է, չի թողում անգամ ապակին տականա, եւ արդեն այնտեղ հով է, կարևորը քնելուց շատ հով է։ Այս մի օրն է, վաղն էլ մինչև 29-30 աստիճան կիչնի ու արդեն մյուս օրվանից ու հաջորդ շաբաթ հով մեր լիլի եղանակը 20 աստիճան, 21-22, որը որ նորմալ է։ Անկեղծ ասած, հաճելի է, որ դու քայլում ես ու տհաճ չես քայլում, չես շոքում շատ, եթե կամ չես մրսում։ Մի խոսքով, ինչ գործ եմ անում, որոշել եմ այս բարձի երեսները լվանալ, թարմացնել, մաքրել, այս գործն եմ հիմա անում, ուրեմն կհասցնեմ, քանի որ արդեն վաղը շաբաթ է, կիրակի 2 օր ունեմ, դե բնականաբար խանգարում են նաև դրսում երկար թողնելու համար, դրսում կարճ է մնում կամ չէր մնում, հիմա արդեն պատշգամբի որոշ մասեր ներկեցին ու ես արդեն չեմ կարողանում դրսում լվացք փռել, չգիտեմ թե որ պահին կգան, այն մյուս մասն էլ կներկեն, եթե կներկեն ու արդեն ես եղածը կտեղավորեմ պատշգամբում, մի քիչ նեղվում եմ, բայց ոչինչ, ինչ ասեմ, այս բարձերն էլ են սմքե կարելի է սրանք էլ բանանել ես, սպասեք, հլա տեսնեմ սա տակից էլի բան ունի, թե այսքանն է, ունի, ուրեմն դա էլ լվանամ, մենակ թողնեմ երեսներով, լվանամ, տեսնեմ որ լրիվ սմքած է, կամ իրար միացնեմ այդ սինցիպոնները, կամ եթե շատ է սմքած, դենքը գցեմ, շատ էժան տեղերից կարելի է գնել, անգամ, հետո էլ հիմա զեղչեր են, էլի, զեղչերի շրջանում էլ է հնարավոր գնել շատ էժան բաներ, բայց հələ ես խանութներ չեմ գնացել, մենակ 3 տամաղիսը մտա, ուր մտա մեկ էլ, ոչ մի տեղ, առանց ձեզ ոչ մի տեղ, բայց կգնամ, հիմա չէ, ես թարս գցեցի, բարձես տեղ, սաս տեղ, տեսնենք սրանց տակը ինչ կա, այս դեղինների տակի բարձերը շուտ են սմքել, ես էլ բացենք, սմքել է էլի, կարելի է կպցնել իրար, կամ վերքսում իտեղ, չգիտեմ, հլա սրանք էլ դուրս կգցեմ արևին, ես էլ սա, մնաց ես մյուսը, ես էլ մաքրեմ, տանեմ գցեմ լվանամ, երեկոյան որ պատրաստել էի, դրանից մի քիչ կա, շատ համեղ է եղել իդեպ տավարի լյարդը, այս տարբերակով իրենք էին այդպես բարակ կտրել, որտես ասի ավելի լավ, այնպիսի դե բաներ եմ եփում, որ երկար չստացվի, տապակելը ավելի արագ ստացվեց, դե արդեն բոլորն էլ երևի 5 րոպե, ահա ժողովուրդ ջան, այսօրվա գործը սա է, սա տանեմ լվալու գցեմ, էլ ինչ կա այս տեղից տանելու, էլ ոչ մանի, հա երևի մեկ էլ էսը, այս տեղի ռադիալը ճիշտ է էլի մաքուր է, բայց թարմացնեմ էլի անուշաբույր սենյակ ստեղծեմ, կհանդիպենք, լավ, գնամ մեքենան գցեմ ու տեսնեմ թե էլ ինչ ենք անում։ Ջան, միասին հիմա էլ անբոքսինգ անենք, տեսնենք ինչ ծանրոց եմ ստացել ու սրանով էլ երևի կավարտենք այսօրվա տեսանյութը։ Միացրել ենք արդեն, տեսնում եք վենտիլյատորը, ինչի լավ, փակել են, այս ծևի բաներ ենք պատվիրել,
Տեսնենք ինչեր են։ Արդեն գուշակեցիք։ Ուրեմն խոհանոցի համար համեմունքների նման տարաներ ենք պատվիրել ճմուից։ Այստեղ է սետկայով, որ շատ հարմար է։ Փոխելուց հետո ցույց կտամ։ Ինչու ենք հենց սա ընտրել, որովհետև այստեղ կան թղթիկներ, որտեղ որ պիտի գրեմ համեմունքի անունը, որ չմոռանամ։ Համեմունքներն էլ եթե դժվարություն լինի, տեսնենք ինչ են գրել, այս բանով լցնենք։ Սրա անունը ոնց է, ծապրի ենք ասել, բայց ծապրի հայերեն չի, գրենք մեկնաբանություններում, տեսնենք ինչ է անունը, սա էլ արդեն այդ լցնելու բաներն այլ գրելու, սա էլ գրելու, շատ հետաքրքիր էր, այսինքն հետը ֆլոմաստեր է երևի սպիտակ գույնի, իսկ արդեն թղթերն էլ, հլա ես էլ բացենք միասին, միգուցե դուք է ցանկանաք ունենաք սրանից պատվիրեք։ Տարբեր չափերի կար, սա ամենահարմար չափներ, ես մի քիչ մեծ էի ուզում, բայց ոչ չի։ Բոյը լավ էր։ Ես հույս չունեի, որ այսքան բարձր կլինի։ Ամենայն դեպս կտեղավորենք, որը որ մի քիչ շատ կլինի, լինում է, որ շուկայից գնում ես 100 գրամից ավել է լինում։ Այստեղ համեմունքների անուններն ա գրված։ Օ, շատ։ Նույնիսկ ինչ էլ որ չունենք դրա անուններն էլ ա գրված։ Մի խոսքով այս անունները, որ պիտի կտրենք, կպցնենք, բա այս ինչ է։ Հա, այս ցուցակն է, ընդհանուր ինչեր կա, այս էլ արդեն հենց սևի վրա, այստեղ լրացնելու հենց այս մատիտով, սպիտակ գրելով։ Մի խոսքով լավ բաներ է։ Հա, պոկվող է, այսպես պոկենք, երևի բանկայ այս մասին, ես կկպցնեմ, են մյուսն էլ այստեղ կգրեմ։ Բնամ արագ, համեմունքները, որը որ կա լցնեմ սրանց մեջ, տեսնեմ որն է տեղավորվում, որը չի տեղավորվում, ու սա արդեն մոտիկից ձեզ հիմա ցույց կտամ։ Ահա, մոտիկից հիմա տեսեք, սա գրիչը, կափարիչը, այստեղ լավ է, որ անցքերով է, բաներ կա, որ այդպես ենք չէ լցնում, ահա, 15 հատ, սա էլ է թղթերը, ցուցակը, Արդեն լցրեցի, ինչ ունեմ համեմունք, հիմնականում լցվեց, բայց բաներ կան, որ ավել են, հաջորդ անգամ որ գնելիս լինեմ, քիչ քանակով կգնեմ, դրանք ոչինչ էլի կպայեմ, հիմա սրանք տեղավորեմ ստեղ ու ինչն է լավը, որ քիչ տեղ կզբաղացնի էլի, բայց է հիմնական համեմունքները ինչը որ օգտագործում եմ, դրանք կան, կա որ քիչ, օրինակ ես սունելի խմելի շատ քիչ է, էլի կգնեմ։ Մի խոսքով դնեմ ու արդեն անցնեմ, տաքացնեմ ճաշը, արդեն հաց ուտեմ, որովհետև ժամը արդեն 3-ն է, իսկ ես դեռ չեմ ճաշել, որ ուշ եմ արթնացել նախաճաշս, ուշ եմ արել, դրա համար էլ ուշ եմ ընտրում, այս երևի բան չմոռացա։ Ահա, տեղը շատ քիչ զբաղացրեց, ավելավ, եթե ինչ-որ բան լինի ավելացնելու, այստեղ կավելացնեմ, առայժմ սրանք իջացրեցի ստեղ իմ մշտական ձեռքի օգտագործելու սրճաղաց, սա էլ ձեռքի փոքրիկ բլենդեր և արդեն ընդեղ էլի կտրող սարք այդ չոպ-չոպի կաղացող էլի, անկույս բան աղցանեի ժամանակ, դե այստեղ սա չգիտեմ ուր կդնեմ, այս ներսում էլ արդեն այսպիսի բան էր, ստեղ էլ թեթևացավ էլի ահագին։ Իրական մեծ տարաներ էլի կգնեմ, համեմատաբար սրանց հետ մեծ, որ այդ տարաներն էլ միանման լինի, չորացած կանաչիների, բանի, դափնետերևի նմանատիպ բաներ, մի երկու հատ վերևում արդեն տեսակ ոնց էի դասավորել, դա էլ ընթացքում արդեն տեսնեմ հարմար որը կա կգնեմ, կտեղավորեմ, կամ էլ կիչացնեմ հենց այստեղ
ու այստեղի ավելորդները էլի կդնեմ ընդեր։ Մի խոսքով ինչը ձեռքից տակ միշտ օգտագործում եմ, դրանք արդեն իջացրեցի, որ շատ հարմար լինի։ Դե ինչ սիրելիներս, այս պահի համար այսքանը տեսնենք վաղը ինչ ջերմաստիճան կլինի, հուսով ենք ճիշտ կլինի մետեոն, եւ այսպես այս շոկ ամառային հաճելի հեղձուցիչ օրով էլ ավարտում եմ տեսանյութս, բարևներս եմ ուղում բոլորիդ, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, տարածել եւ լայքել, ինչպես նաեւ աստղիկներ ուղարկել, առայժմ բոլորիդ